Բարի օր, սիրելի հայրենակիցներ, երկու բառով կարճ, ուրեմն վաղվա ակցիայի հետ կապված ներկայացնեմ։ Վաղը ժամը 12-ին դատախազության առաջ մենք կազմակերպում ենք բողոքի ակցիա։ Անհրաժեշտություն կա այդ ակցիան կազմակերպելու, որովհետև նմանատիպ երևույթ, նմանատիպ խոսքի բաներ մենք արդեն առաջներում, որ ուշադրություն չէիք դարձնում, ասում ենք, ընթացքում կարող է պետության իշխանության կողմից ձեռնարկեն տարբեր միջոցներ նմանատիպ պառակտում, նմանատիպ պահվածք մարդկանց կողմից բանանեն, որ ասում են չթողնեն, չթույլատրեն, պատասխանատվության ենթարկեն։ Մենք տեսանք, որ դա օրեցօր ընդհակառակը ավելի զարգացավ, ավելի մեծացավ ու այսքան օրվա այդ մարդու մասին, այդ Պադոնկի Նիգադյայի հետ կապված, որ արդեն բաց տեքստով ամեն մեկիս եմ ասում դա մենակ չի վերաբերում արցախահայության հետ կապված, ընդհանուր այդ մարդու տրամաբանության հետ կապված, ինչ վերաբերմունք է մեր մայրերի կամ մոր հասկացողության, քույրերի հասկացողության, կանանց հասկացողության նկատմամբ, ինչ ձևակերպումով է ինքը տեսնում կամ իրեն ձևակերպում որպես հայ տղամարդ։ Դեռ հայ տղամարդ չկա, նմանատիպ հայ տղամարդիկ մեր հանրության մեջ ընդհանրապես չպիտի գոյություն էլ ունենան, որովհետև մենք ապրում ենք մեր հայկական ավանդույթներով, հաշվի չառնելով ինչ կա, օրենքն է, օրենք չկա, մենք միշտ այդ սկզբունքներով, այդ սրբությունների սկզբունքներով ենք ապրել, մայրը մեր համար դա հայրենիքներն է մայր, նմանատիպ խոսքի վտանգների, նմանատիպ խոսքի վերաբերմունքների համար մենք մեր դերակատարությունը որպես ազգի նվիրյալ, որպես հայ հասարակության, հայ ազգի պատկանելիության, կրոնական պատկանելիության հետ կապված, մենք ամեն անգամ միշտ տեր ենք կաղնում մեր մայրերին, մեր մայր հողին, մեր կապ չունի ինչի նկատմամբ այդ նմանատիպ խոսույթ է, ինչ որ մեկը օգտագործում։ Վաղվա բանը ակցիան ուրեմն լինելու է ոչ մի ձևի, ոչ մի կողմից էլ ոչ մի ինչ որ խանգարող ինչ որ մի բան մեզ չի կարա մեր ճանապարհից, մեր ճշմարտությունից, մեր բանից, որ ասում եմ, շեղի։ Բոլորիդ նորից եմ խնդրում, բոլորից նորից եմ կոչ անում, անձամբ ամեն մեկի մասնակցությունը դա կարևոր դերակատարություն է։ Ամեն մեկին, ոնց որ ես առաջի օրը հայտարարեցի, որ ես գնում եմ իմ արժանապատվության համար, ես գնում եմ իմ արժանապատվության պատասխանը ստանալու համար, ու դրա այդ խոսույթը, այդ միտքը, այդ գաղափարը ուզում եմ ամեն մեկի, որ գա ներկա լինել, ֆիզիկական ներկա լինելը դա հենց իրեն անձամբ ներկայության բանն է, որ ասում է մասնակցությունն է։ Սա ամեն մեկիս համար կարևոր այսօրվա իրավիճակում շատ կարևոր նշանակություն ունեցող հանգամանք է։ Իրական կարևոր նշանակություն ունեցող հանգամանք, որովհետև բոլորս ապրում ենք մի հողի վրա, բոլորս մի մեծ անվան տակ ենք ապրում հայ, ու բոլորս էլ պիտի ենթարկվենք, ու բոլորս էլ պիտի խորանանենք, որ ասում է խոնարհվենք այդ ավանդույթների, այդ սրբությունների առաջ։ Ով խախտում է, նա պիտի պատժվի։ Ով նմանատիպ ձևակերպում է իր տեսլականը կամ մոտեցումները, նա պիտի պատժվի։ Նա այս հողում մեր հանրության, հասարակության մեջ իրավունք չունի ապրելու։ Կարող է խոսքերս դաժան է բանանում, արտահայտվում, բայց սա դաժանություն չի, սա արդարության խոսքեր է, սա արժանապատվության խոսքեր է։ Առանձնապես ինչի համար եմ շեշտադրում կոնկրետ արցախահայության հետ կապված։ Սա առաջի դեպք չի։ Հաշվի առնելով տարբեր այս քարոզարշավի ընթացքում պաշտոնյա ներկայացուցիչներին, դուք գիտեք ում մասին եք խոսում, պաշտոնյա ներկայացուցիչներին, թե այն մեր ջահել աղջկա իր երեխու, որ ասում է, ներկայությամբ այդ ձևի նմանատիպ վերաբերմունք, կամ էլ տարբեր տեղեր նմանատիպ վերաբերմունքներ, անհարգալից վերաբերմունքներ մեր ժողովրդի, մեր հասարակության, արցախահայության նկատմամբ, այդ դրանից ծնվում են այս sense նմանատիպ, որ անպատիժ լինելուց ծնվում են այս sense նմանատիպ մարդիկ։ Մենք այսօրվա պարագայում հանրությունը, ժողովրդի մասին եմ խոսում, մենք պիտի դուրս գանք հասարակությունը
ու ցույց տանք, որ մենք այդ մարդկանց տեսակը չենք, ու որ հայի տեսակը ուրիշ է։ Այդ առաջինը, երկրորդը, ստեղ մեր ընդհանուր տղամարդկանց, որ ասում ընդհանուր մեր պատանիների, ընդհանուր բոլոր այն մարդկանց, ովքեր միշտ իրենց կյանքի ընթացքում, թե իրենց կենցաղային ապրելակերպի ընթացքում, թե տարբեր ժամանակահատվածում ինչ եղել կամ ինչ վտանգ ա եղել կամ ինչ որ փորձ ա եղել խոսքի վիրավորանքից սկսած կամ ինչ որ ուրիշ բաների հետ կապված միշտ եթե տենց իրադարձություններ ա եղել նմանատիպ մարդիկ, նմանատիպ տղաներ, նմանատիպ ամուսիններ, նմանատիպ քաջորդիներ միշտեր են կանգնել իրենց կանանց, միշտեր են կանգնել իրենց մայրերին ու քույրերին ու դա նորմալ երևույթ է, դա Կովկասում ընդունված երևույթ է, ես չգիտեմ ով ոնց է մտածում, իր մորը ոնց է ընդունում կամ բայց ես գիտեմ թե ընդհանուր ընդունված տենց մարդկային սկզբունքներ կա, որ մենք դրա առաջ խոնարհվում ենք։ Մենք դրա առաջ խոնարհվում ենք։ Այդ սրբությունների առաջ մենք խոնարհվում ենք։ Ու դրա համար այսօր ով խախտում է այդ կարգը, ով խախտում է այդ բնական բնության, որ ասում է սրբության օրենքները, մենք ազգի մեջ իրավունք ունենք պատժելու այդ մարդկանց։ Հաջորդ մոտեցման ձևակերպումը, որ դիմումը ներկայացնում եք դատախազությանը, մենք սրանով էլ մի հատ էլ ցույց ենք տալիս, որ մենք ուզում ենք, որ օրենքի հիման վրա դա լինի, որ խուսափենք կամ էլ տարբեր, այդ բառերը ինչի համար եմ օգտագործում, որովհետև վերջի այս երկու օրվա ընթացքում հազարավոր խոսքի բաներ եմ, նամակներ եմ ստանում մարդկանց կողմից, հասարակության ժողովրդին թասիբով տղորց, են թասիբով մասայի կողմից վենդետայի հետ կապված։ Այսքան բարերը որ ասում եմ, թող իրավապաշտպան մարմինների ղեկավարները լսեն։ Դուք ծառայեք ժողովրդին, դա ձեր պարտականությունն է, որ չթողնեք տես բաներ իրականություն դառնա, որ չթողեք մարդիկ գնան այդ ձևի գործողություններին, որ չթողնեք այդ իրավիճակը հասունանա դառնա մի հատ որ ասում մեր հանրության մեջ ցես բախման առիթ։ Այ իմաստը մեր բողոքի, մեր պահանջի իմաստը դա է։ Մեզ գնահատելու, մեր մայրերին, մեր հարազատներին, մեր ժողովրդին գնահատելու, դրա համար դուք պիտի ծառայեք։ Այդ ծառայությունը դուք ինչի համար եք այդ ղեկավար պաշտոնյանությունը զբաղվում։ Դուք ինչի համար եք օրենքի հիման վրա կարգ ու կանոնները խոսքի ձևավորած այդ օրենքը, որ պիտի ծառայեք, չէ՞ դրան։ Դե հիմի ծառայեք, ես չեմ հասկանում, պիտի նամակը բերեք հասցնեք ձեզ դիմումը պիտի հասցնեք կամ դիմին պիտի դիմեք, որ դու արձագանքեք կամ դուք դրան վրա բանանեք, առանձին ուշադրություն ներգրավեք։ Հիմի այդ տեսարանը ձեր աչքի դեմ է։ Հիմի այդ տեսարանը կարող է մի հատ մարդասպանություն է իրականացվում։ Պիտի ասեք, պիտի գանք բան դիմում գրեք կամ էլ դիմում ներկայացնեք։ Հիմա այդ նպատակը այդ այսօրվա այս իրավիճակին, որ ինքը շատ տենց լուրջ հանրային բան է տվել, այ իմաստը դրա մեջ է։ Դուք ձեր աշխատանքները իրականացրեք ավելի շուտ, քան այն մարդիկ, որոնք մեջ որ ասում եմ ուրիշ տրամաբանությունը, օրենքը չի աշխատում, մարդիկ ուրիշ քայլերի են գնալու։ Հապատասխանը պիտի ստանա, չէ՞ այդ մարդը։ Այդ հիմարը պիտի պատժվի, չէ՞։ Այդ սրիկան նման սրիկաները պիտի պատժվեն։ Մենակ իր մասին չեմ խոսում, այսօր իրան ենք անդրադառնում կոնկրետ, որովհետև դրա վիրավորանքը ընդհանուր, որ ասում ոչ թե ինչ որ իր խնդիր ինչ որ մեկի հետ անձնական բարերի բուն իմաստով ա եղել, այլ հաբրգված նորից եմ ասում, անպատիժ մնացած հաբրգված Սես մի հատ ընդհանուր միտք է ձևակերպել, այդ բառը ես կարամ թուրքից լսեմ, այդ բառը ես կարամ թշնամուց լսեմ, բայց մեր ազգի մեջ, մեր ժողովրդի մեջ մեկը մեր ժողովրդի նկատմամբ հասարակության մեր բանում որ ասում տենց խոսույթ օգտագործի, տենց բառեր օգտագործի, անպատիժ չպիտի մնա։ Ինքը պատժվելու է, նորից եմ ասում։ Ով ինչ ուզում ասի, սա ամեն մարդու այդ լսած իր այդ տեսահոլովակը որ կար, սա իմ բառերից չմենա, ես իմ կողմից եմ արտահայտում, բայց այդ տեսահոլովակը լսող մարդը, ամեն մի մարդ իր գիտակցության մեջ նպատակ է դրել, որ պատժի այդ մարդուն։ Հիմա իրավապաշտպան մարմիններին եմ ասում, լուրջ վերաբերվեք այդ հարցերին, լուրջ վերաբերվեք այս նմանատիպ իրադարձությունների ընթացքում, այս ապրելակերպը, որ մենք մի ձևի որ ասում, այս ծանր իրավիճակից, այն ծանր իրավիճակից Արցախեն կորուստից հետո այդ բաները, այդ ազատամարտիկներն են, այդ տղերքն են, այդ ձևի հոգեբանական ծանր իրավիճակում եկած տեղահանված տեղ մայր հողում
հələ մի ձևի չենք կարողանում հասկանանք, հələ մի ձև այդ վշտի, այդ կորուստի հետ չենք կարող հարմարվենք, չենք կարող գիտակցենք, ու կողքից էլ այսպես նմանատիպ բաներ ան։ Դուք պատկերացնում եք մեր իրավիճակը, որ մենք ոնց ենք այդ իրավիճակում մեզ կարանք դրսևորենք։ Ես ոչ մեկի տեղ չեմ կարա պատասխան տամ, այդ մարդը ամեն մի մարդ ոնց կարա դրսևորի, որ վաղը այդ նույնը падոնոկին այդ աղբի տղուն մինտեղ հանդիպի կամ խանութում, կամ նույն տաքսիի մեջ, կամ մի ինչ որտեղ հանդիպեց այդ մարդը։ Դուք պատկերացնում եք ինչ իրավիճակ է ստեղծվելու։ Ես պատասխանատվություն չեմ կրում, նորից եմ ասում, այն հանգամանքով, որ այդ մարդուկ ամեն մեկը իրավունք ունի իր արժանապատվության համար, իր մարդ տղամարդ լինելու համար, այդ որ ասում ինչ ուզել լինել անի։ Հիմա անդրադառնում եմ այս կոնկրետ ակցիայի հետ կապված, այդ բողոքի ակցիայի հետ կապված։ Հարգելիներս, սիրելիներս, մի մարդու պես նորից եմ ասում, սա կարևոր հանգամանք է, կարևոր լուրջ հանգամանք է այսօրվա իրավիճակում մեր հանրության մեջ։ Բանը որ ասում է, այդ համերաշխություն ձևակերպելու համար, մեր իսկական հայի, որ ասում է, մթնոլորտ ձևակերպելու համար, այդ դրա կարևորությունն է։ Դրա համար բոլորիդ կոչ եմ անում վաղը ժամը 12-ին դատախազության առաջ մեկ գանք, մեկ է դիմումը կներկայացնենք, մեկ ամեն մեկս կարձագանքենք մեր, որ ասում է, ձայնը, ու դրա հիման վրա էլ այդ օրվանից էլ խոսքի վաղվա օրնա, մյուս օրնա, ինչ որ մեկը կփորձի բերանը բացի, ու ընդհանրապես մենակ Արցախահայության մասին չասեմ, թե շեշտադրեմ, այս Արցախահայության կոնկրետ մասին է եղել, մենք դրա համար այդ բանը այդ իրավիճակում մենք այս ձևի արձագանքում ենք, բայց նմանատիպ մարդու ամեն մի պահվածքը կապ չունենալով ինքը որ շրջանից է, որտեղից է, ընդհանրապես մեր հայի էության, մեր հայի սրբությունները ոտնահարող կամ փորձելով մեր հանրության մեջ պարակտում մտցնել մեկի նկատմամբ ատելությունը, մեկ ամեն իրավիճակում էլ դատապարտվելու ենք, ամեն իրավիճակում տես նման պահվածքում էլ այդ մարդուն էլ պատժելու ենք։ Այո, պատժելու ենք։ Ուրիշ ձևի մենք որպես հայաց ոտքի չենք կարողանալու արթնանանք։ Միջև այդ կանոնները, միջև այդ բանը տեղը չդնվի, ոնց որ եղել է միշտ, ընդհանուր մեր հասարակությունը չի առողջանալու։ Չպիտի թողենք այս հանրությունը, այս հասարակության բանը, որ ասում է, այս ձևի հիվանդությունը զարգանա, այս ձևի սերմացնվի, սա մեզ չի վերաբերվում, սա մեր մասին չի։ Իմ ասելիքս էս է, որպես հայ, որպես նորից եմ ասում, արժանապատիվ հայ, որպես այդ սրբությունների առաջ խոնարհվող, որպես ամեն ձևի այդ սրբությունների համար պայքարող ու պատրաստ լինելով զոհաբերելով, այդ դրա մասին է խոսքը գնում, սիրելի հայրենակիցներ։ Վաղը ժամը 12-ին բոլորին սպասում եմ դատախազության առաջ, գլխավոր դատախազության առաջ։ Ու դեռ մենք մեր դրսևորումով, մեր պահվածքով մենք ցույց կտանք, ու մենք իրոք ցույց կտանք, որ ոնց պիտի լինի իրական բանը համակարգի, որ ասում է հանրության հայկական այդ մթնոլորտը միջավայրը ոնց պիտի լինի, ոնց պիտի ձևակերպվի, հետագա վաղվա որ մենք ուզում ենք իրական մենք հայի կերպար, որ ասում է լավ գոնե երեսներս թասիբով ման գանք, գլուխներս բարձր ման գանք։ Շնորհակալություն։